Գիրք Եզեկիել, գլուխ 45. Եվ երբ որ վիճակ գցեք երկրի վրա ժառանգելու, Տիրոջ համար մի սուրբ նվեր պիտի նվիրեք երկրիցը։ Երկայնությունը 25,000 երկայն, և լայնությունը 10,000. Սա սուրբ է շուրջանակի բոլոր սահմաններում։ Սրանից պետք է լինի սրբարանի համար 500-ով 500 քառակուսի շուրջանակի, և 50 կանգուն նրա արվարձանը շուրջանակի։ Եվ այս չափածից չափիր երկայնությունով 25,000 և լայնությունով 10,000. Եվ նրանում պիտի լինի սրբարանը, ամենասուրբ տեղը։ Սա սուրբ պիտի լինի երկրիցը սրբարանին ծառայող քահանաների համար, որոնք մոտենում են Տիրոջը ծառայելու։ Եվ նրանց համար տների տեղ պիտի լինի, և սուրբ սրբարանի համար։ Եվ 25,000 երկայնությունով և 10,000 լայնությունով պիտի լինի ղևտացիներին, որոնք ծառայում են տանը, իբրև իրանց կալվածք, նաև 20 սենյակ։ Եվ քաղաքին կալվածք տակ 5,000 լայն, և երկայնությունը 25,000 սրբարանի ընծայի կշտին։ Սա բոլոր Իսրայելի տան համար պիտի լինի։ Իսկ իշխանին սրբարանի կալվածքի և քաղաքի կալվածքի այս կողմից և այն կողմից, սրբարանի ընծայի դիմաց և քաղաքի կալվածքի դիմաց, ծովի կողմից դեպի արևմուտք և արևելյան կողմից դեպի արևելք, և երկայնությունով ժառանգությունների մեկի մոտովը արևմտյան սահմանից մինչև արևելյան սահմանը։ Իբրև երկիր նրա կալվածքը լինի սա Իսրայելի մեջ, և այլևս չհարստահարեն իմ իշխանները իմ ժողովրդին։ Եվ երկիրը տան Իսրայելի տանը նրանց ցեղերի համեմատ։ Այսպես է ասում Տեր Եհովան. բավական է ձեզ, ով Իսրայելի իշխաններ, զրկանքն ու հափշտակությունը հեռացրեք, և իրավունք ու արդարություն արեք։ Վեր առեք ձեր բռնի պահանջմունքները իմ ժողովրդի վրայից, ասում է Տեր Եհովան։ Արդար կշիռք և արդար արդու և արդար մար ունեցեք։ Արդուն և մարը մեկ չափ լինեն, որպեսզի մարը քորի 10-րդը պարունակե, և արդուն էլ քորի 10-րդը պարունակե։ Քորի համեմատ լինի նրա չափը, և սիկղը 20 կերատ, ձեր մնասը 20 սիկղ, 25 սիկղ և 15 սիկղ լինի։ Սա է ձեր մատուցանելու ընծան. 1/6 արդու մեկ քոր ցորենից, և 1/6 արդու մեկ քոր գարիիցը, և յուղի կանոնը 1 մար յուղից 1 մարի 10-րդը մեկ քորից, կամ 10 մարից, որ մեկ խոմեր է, որովհետև 10 մարը մեկ խոմեր է։ Եվ Իսրայելի ջրարբի արոտների հոտերից 200-ից մեկ ոչխար, իբրև հացի ընծա և ողջակեզ և խաղաղության զոհ, որ նրանց համար քավություն լինի, ասում է Տեր Եհովան։ Երկրի բոլոր ժողովուրդը պարտական են այս ընծան Իսրայելում է իշխան եղողին։ Եվ իշխանի վրա պիտի լինեն ողջակեզները և հացի նվերը, և թափելու ընծան տոներին ու ամսագլուխներին և շաբաթներին և Իսրայելի տան բոլոր տոներին։ Նա պետք է մատուցանե մեղքի պատարագը և հացի նվերը, և ողջակեզը և խաղաղության զոհերը Իսրայելի տան համար քավություն անելու համար։ Այսպես է ասում Տեր Եհովան. առաջի ամսի առաջինին վեր առ մի կատարյալ զվարակ արջարներից, և նրան մեղքի պատարագ արա սրբարանի համար, և քահանան առնե մեղքի պատարագի արյունիցը և քսե տան դրան դիքին և սեղանի շրջանակի 4 անկյուններին և ներսի գավիթի դռան դրան դիքին։ Եվ այսպես պիտի անես ամսի 7-ին սխալված և անմիտ մարդի համար, և տան համար քավություն արեք։ Առաջին ամսի 14-րդ օրը ձեզ համար զատիկ լինի, 7 նոր տոն, բաղարջ պիտի ուտվի։ Եվ այն օրը իշխանը իրան համար և երկրի բոլոր ժողովրդի համար մեկ զվարակ մատուցանե, իբրև մեղքի պատարագ։ Եվ տոնի 7 օրը Տիրոջը ողջակեզ մատուցվի 7 զվարակ և 7 կատարյալ խոյ, յուրաքանչյուր օր 7 նորերը։ Իսկ մեղքի պատարագ հայծերից մի նոխազ յուրաքանչյուր օր։ Եվ մեկ արդու հացի նվեր մեկ զվարակի համար, և մեկ արդու մեկ խոյի համար մատուցվի, և մեկ հիմեն յուղ մեկ արդուի համար։ 7-րդ ամսվա ամսի 15-րդ օրը տոնի ժամանակին այսպես անվի 7 նոր, թե մեղքի պատարագը, թե ողջակեզը, թե հացի նվերը, թե յուղը։